Արամ Ասատրյանի թոռը կրտսեր Արամ Ասատրյանն ու նրա կինը Աննան այժմ գտնվում են Դուբայում։ Օրեր առաջ զույգը մեկնել էր Մեհրամսի դեպի Մալդիվներ։ Մեկ շաբաթ այնտեղ անցկացնելուց հետո նրանք հաջորդ ուղղությամբ գնացել են դեպի Դուբայ։ Այստեղ զույգը ևս հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալիս իրենց շքեղ հանգստի Մեհրամսի բացառիկ կադրերը։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան հաճախ է իր սիրելին իրեն ծաղիկներ նվիրում եւ այդպիսով յուրաքանչյուր անգամ հրապարակում անելով նա սեր է խոստովանում իր ամուսնուն։ Ընդամենը օրեր առաջ ներկայացրել էինք Աննայի եւ Արամի հանգիստը Մալդիվներում։ Աննան ցույց էր տվել, թե որքան շքեղ վիլլա են ընտրել իրենց համար։ Այս հանգստից հետո զույգը մեկնեց Դուբայ, դե իսկ թե որ երկիր կմեկնեն այստեղից, թերևս պարզ չէ։ Մեզ մնում է հետևել Աննայի հետագա սթորիներին, պարզելու համար, թե մինչև ուր կտանի զույգին Մեհրամիսը։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել ենք Աննայի եւ Արամի շքեղ հարսանիքից տարբեր կադրեր։ Մենք ներկայացրել էինք հյուրերին, ներկայացրել էինք Աննայի 4 հարսանեկան զգեստները, թե որքան շքեղ երեկո էր կազմակերպել զույգը եւ թե ինչպես էր հարսանիքը լի անակնկալներով։ Հետաքրքիրն այն է, որ այս զույգը տարբերվում է բոլոր զույգերից նրանով, որ կարծես թե միանշանակ սիրվել է հանրության կողմից, չկա որևէ վատ մեկնաբանություն, չկան բացասական խոսքեր զույգին ուղղված։ Բոլորը շնորհավորում են, բոլորը հիանում են եւ բոլորը գնահատում են Աննայի նուրբ ու գեղեցիկ կերպարը։ Նշենք, որ Աննան հարսանիքի օրը ապրել էր իր հարսի պարը Արամ Ասատրյանի Աննա երգի ներքո։ Սա իսկական անակնկալ էր, դահլիճը թնդում էր եւ ծափահարում աղջկան, ով յուրօրինակ մոտեց բամբ էր որոշել անակնկալ մատուցել իր ամուսնուն։ Ներկայացնում ենք Աննայի եւ Արամի հարսանիքից առանձնացրած մի քանի կադրեր, մաղթելով բարի դիտում։